Գազի շուկայում նորից կիսաճգնաժամային իրավիճակը գազ չկա կամ դժվար է գալիս եւ գազը տխուր թանկացել է։ Ձեր դիտարկումները։ Լարսը փակում ենք հայտարարություն ենք տարածել, լարսը բացվել է արդեն մատակարարական կենտրոն մի քանի օրից կսկսի գինի իջնել։ Իսկ լարսին չէ փակվել։ Եթե եկավ իջնի։ Մինչև ինչքան նախքին գնի։ Հիմա հպարտորեն հայտարարում եք լարսը փակ է ու Ես հպարտորեն չեմ արել, ասում լարսը փակ է, փաստ եմ արձանագրում, ասում կարող է հեղուկ գազը մենք ենք։ Պատճառը ո՞րն է փակվելու։ Եղանակային պայմաններում լարսը փակ է։ Բայց մի քանի ամիս առաջ էր եղանակային պայմանները փակ էր լարսը։ Բայց Իրանի հասկանանք, մի րոպե հարցեք տվե պետք է լսեք, որ այդ մի հարցի մի 100 անգամ պատասխան է։ Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվար սուբյեկտներ։ Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10% շեմ, այսինքն դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշկովի չարաշեն, որ օրենքում արգելված է 10%-ից ներքև որևէ տնտեսվարի նկատմամբ որևէ process գեներացել ամբողջ աշխարհում։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, եւ բոլոր տնտեսվարողները կարող են իրար մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է դիֆիցիտ ստեղծի արհեստական, խնդիր ստեղծի։ Այն նոր մաքսորում չեկով են տալիս միայն։ Դուք որպեսզի հասկանաք։ Եթե չկա խիստ որևէ մի տնտեսվարող, որ ունի գեշկովի, որ կարող է չարաշահել, նշանակում մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել այդ տնտեսությունից։ Դուք ասում պատճառը ո՞րն է, մենք հավատում ենք։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը եւ չէր եկել, քիչ է։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեն քիչ քանակի գազ, որպեսզի արագ սպառեն, բայց գազի գինը բարձրացրել է։ Եվ մեկ էլ invoice-ը ինչքան է, այնտեղ դուք տեղեկ եք գներից, օրինակ ինչքան այդ մարժան ինչքան է, կարող է օրինակ շատ են մեջը մտնում։ Չի կարող։ Ասում որտեղ 100 քանի հոգու դեպքում թե մեկը շատ է, 196 հոգի իրար ձեն է տալիս։ Տեսնում տեսականորեն։ Այսինքն հիմա որ գինը 300 դրամ է դարձել, դուք տեղ անելիք չունեք, դա արհեստական բարձրացում չի։ 180 մանրամասն բացատրեցի։ Ասում նույնիսկ օրենքով արգելված է 10%-ից ավել պակասի դեպքում որևէ process գեներացել դա ամբողջ աշխարհում։ Բան Գևորգյան։ Նայեք, պատկերացնում եք, ասենք 10,000 հոգի ինչ-որ գործով են զբաղվում։ Դա տեսականորեն նշանակում չեն կարող իր այդ պայմանավորը ասենք հակամրցակցության համաձայն։ 8% ամենաշատը։ 9% է նախկինում, հիմա 8-9 7։ Չի կարող այնտեղից Հիմա լարսին այլընտրանքային որևիցե ճանապարհ չկա։ Պարոն Գևորգյան, հիմա էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տնտեսվարողներից մեկը ադրբեջանական բենզին է ներկրում, բայց վաճառում է ավելի բարձր գնով, ասենք մյուս ներկրված բենզինի այլ երկրներից ներկրված բենզինի գնով եւ ասաց, որ այդ տնտեսվարողի հետ համաձայնեցված չի անունը չեն կարող կամ բարույթ կա հարուցված ինչու որ հարցով հայտարարության մեկ էկոնոմիկայի նախարարի որ մեկի վրա որ մեկը ադրբեջանական բենզինա ծախում տան գնով գնան բարույթ այսինքն այդտեղ մրցակցությունն է ասում որ հարցի շուրջ որ ասեք ասեմ բարույթ շատ բենզինով բարույթեր ունենք որ հարցով Որքան է վաճառում։ այսինքն այդտեղ մրցակցային խնդիր հակամրցակցային խնդիր չկա այսինքն մրցակցության բան լավ չեմ պատկերացնում, բայց ես ասեմ մենք ինչ բարույթ ունենք, մենք ունենք գործընթաց մենք նախ 3 դատական գործ պարտվել ենք, դա էլ ասեմ, առաջացանի դատան, դուք դատանը կարծել որ բենզինի գները որ բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ, հիմա վերաքննիչ բողոք ենք տանում եւ այս նորից գործընթաց ունենք բենզինի շուկայում, իհարկե չեմ կարող ասել, չեմ պատկերացնում ինչ է ասում, Ենթադրում եմ ինքը նկատի ունեցել պարոն Պապայանը, որ Հայաստանի Հանրապետությունում մատակարարված բենզինը կամ դիզելը չեմ կարող ասել ինչ ասել Ադրբեջանից, երկու տնտեսվարող էին բերում եւ ստեղի մյուս տնտեսվարողները ձեռք էին բերում եւ ենթադրում եմ իրենք չէին հայտարարում, որ ծախել են ադրբեջանական բենզին, այլ երևի հայտարարում են։ Մենք այդ հարցումները ճիշտ ասած ուղարկել ենք CPS ընկերությանը եւ CPS ընկերությունը մենք ասել է, որ այդ բենզինը դեռ չի վաճառվում, պահում է։ Իսկ Ռայն օյլը, որ իր հետ փոխկապակցված է։ Բիզնեսն է պատկապ չկրումներ, չեմ ասում իրենց ընտակի կապ։ Թողեք հարցը ավարտի, պատասխանը ավարտի նոր։ Պատասխանեք։ Մյուսը անունը դժվարանալու է։ Շիշավով։ Որը բերում է եւ վաճառում է։ Սամվել Ալեքսանդրյան։ Գուցե, որովհետեւ տեսակից որևէ խնդիր տարբերություն չկա։ Այդ բերում են հիմա տեղական
բիզնեսները այդ ապրանքից ևը ձեռք են բերում եւ վաճառում եւ այդտեղ մարժաները մենք բարբերաբարացնում ենք, որ հատած էժան ապրանքը չվաճառվի թանկ գնով։ Դա ձեր ասած հարցը։ Պարոն Գևորգյան, այլ երկրներից ո՞ր երկրներից է գալիս բենզին եւ բենզին ու դիզվառելիք ու քանի ընկերություններ բերում խոշոր ներդրում։ Լոջան շատ են, տենց հիմա ես չեմ կարող բոլորի անհասնել։ Այս պայն արդեն Վրաստանից են մեքենայով փոքր ներդրում։ Եթե խոշորներին կարող եմ ասել, թե քանի երկրներից ով է բերում։ Խոշորներին ասեք։ Խոշորը CPS-ն է, Max-ն է, Ranoil-ն է, Flash-ն է, դրանք ունեն Balkan եւ իհարկե Shell-ը հայտնի Իրենք ո՞րտեղից են բերում։ Ռուսաստանից, Եվրոպական չէ, ռուսական բենզին, Ռումինիա, Իտալիայից են ինչ-որ մի մաս բերում, Հունաստանից են բերում, Այսինքն այդ ընկերությունների այդ երկրների ընկերություններ են արտադրողների Ռոմ պետրոլն է, հիմա չգիտեմ, որ Այդ Ռոմ պետրոլը որտեղից է բերում։ Ռոմ պետրոլը Ռումինիա։ Ռումինիա, հա։ Քանի որ նշեցիք, որ հեղուկ գազը հիմնականում Ռուսաստանից է գալիս, հնարավոր է Եվ Իրանից է գալիս, բայց հիմնականում Ռուսաստանից դարձը որփակ է այդ ճանապարհով։ Հիմա հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հնարավոր է խնդիրներ է ստեղծել, հաշվի առնելով Ռուսաստանը։ Հա, Ձմռաններ էր փակման Գևորգյան։ Ծմրաններ էր թանկ։ Այսքան չէր, այսքան դիֆիցիտ չէր։ Ցածում եք, ասում եք, քիչ են գազի գնել։ Բայց դիֆիցիտ չէր, պարոն Գևորգյան։ Հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում, չէ, դուք չեք լսում իմ հարցը, ես դարձի մասին չեմ խոսում։ Ես ասում եմ հնարավոր է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Ռուսաստանում, այո, խնդիր են դրել հեղուկ գազի մատակարարումը լավ չիրականացնել Հայաստան։ Բայց ես լսում եմ ձեր հարցը, ձեր հարցը ասում լարսն է փակ։ Միայն լարսն է, բայց որևէ խնդիր քաղաքական խնդիր չկա։ Ցանկացած ասած բան կարող հանգիստ ճիշտ է, նայեք։ Եթե ես սխալ եմ ասում, ուշադրություն պետք է մեքենաների հոզ գա։ Հիմա հարցում եք, ասում եք, քանի մեքենա է մտել Հայաստան եւ տեսնում եք, օրինակ եթե ժամանակում քանի մեքենա տակի մտնում։ Եվ եթե մարդը վարորդը քշում է 10 օր, պետք է գնալ հասնել գա, հետ չի գնում հասնում, կանում է սահմանին խցանման մեջ ամեն նախ իր գինն է թանգան, որտեղ ինքը ժամանակ աշխատավարձ է տալի, վճարներ է կատարում եւ այդ ապրանքը չի ասում այստեղ։ Ու եթե ինչ-որ մեկի մոտ է կա պայմանական 100 կիլոգրամ կամ 100 լիտր հեղուկ գազ, ինքը դա դանդաղ է ավելի վաճառում եւ ավելի թանկ ու միանգամից չվերջանա, որ իր մոտ մնա այդ պաշարը։ Եվ վերջերս գիտեք նաեւ, որ որոշ ընկերություններ օրինակ հեղուկ գազը չէին վաճառում, ասում են մենակ նախկինում վաճառված կտրոնների համար են վաճառում։ Ինչի՞ համար, որտեղ ինքը արդեն վաճառել է, դեպի պարտավորություն կատարելու համար այդ խնդիրն է դրել։ Այսինքն իրականության մեջ երբ որ ապրանքը ավարտը որ ապրանքը չի գալի հասնում տեղ, ինքը բնական է որ գինը թանկանում է։ Գինը թանկանում է, որ պահանջարկը մեծանում է, առաջարկը չեմ։ Հիմա թե այլ ինչ պատճառ կարող է լինել, դա գուշակություն։ Հիմա առաջիկա շաբաթվա ընթացքում այս հարցը կլուծվի, պարոն Գևորգյան։ Ես մի հարց Հորմոզի նեղուցով պայմանավորված կարող է այդ խնդիրը բացի լարսը փակ լինելուց նաև ասացին որ հորմոզի նեղուցով այդ մի գծը կտրվել է, չէ՞։ Այդ այսինքն այնտեղ ճգնաժամ առաջացել, պահանջարկը մեծացել է Ռուսաստանում։ Իհարկե, բայց այդ մի պատճառ, երկրորդ ասում, այս վերջի խնդիրը կապված է կոնկրետ լարսով, բայց հիմա լարսով որտեղ արդեն կտեսնենք բացվելուց հետո ինչ ինվոյսային արժեքով են առել։ Միգուցե ինվոյսային արժեքներ կարող չեք հրապարակում։ Չենք ասում կոնկրետ ընկերության մասով, ընդհանուր ասած մոտավորապես դե հասկանաք օրինակ ինչքան եթե օրինակ 100-ը Բայց դուք բորսայի գնել կարող եք ինքներդ տեսնել։ Եթե օրինակ 150-ը վերցնում են 280-ով են ծախում, այլ բան է, եթե 240-ով Բայջան ուզում եմ ասել, եթե ինքը նույնիսկ ինչ-որ մեկը վերցնեց 100-ով եւ ծախեր 400-ով, դա իր խնդիրն է։ Բացատրում նորից, որտեվ եթե գեշով դիր չկա, նմանատիպ ֆունկցիա իրականացնելը շուկայի մեջ արհեստական միջամտություն, որտեղ եթե մի րոպե ավարտել էլի, մարդը զրուցում եք էլի հարցը զրուցած է։ հա պատասխան։ եթե ծարծնի գործերի գործընկերոջ հարցը ավելորդ Թողեք ասած կարևոր հարցը նա հասկանանք Հիմա եթե մարդը այդքան մեծ մարժա վերցում, եթե այնտեղ մրցակցային դաշտ նշանակում է այդ խնդիրը չկա, որտեղ մյուսը ավելի էժան կծախի։ Հիմա լսում ձեր հարցը